Հարգարժան գործընկերներ և լեցավաններ։ Մեր լսարան այսօր հավաքվել է մի ֆենոմենի շուրջ, որը մեզ համար և գիտության առարկա է և կյանքի գործիք։ Մենք սովորենք բառը տեսնել անատոմիական սեղանին, վերլուծելով դրա արմատը, հնչյունափոխությունը և ծագումնաբանությունը։ Սակայն այսօր ես առաջարկում եմ բառին նայել դրա կենդանի, դինամիկ և շարժիչ ուժի տեսանկյունից։ Բառի տիեզերական էներգիան կամ բառի ուժը։ Բառը պարզապես հնչյունների կամ տառերի կույտ չէ։ Այն նյութականացված էներգիա է, որը ընդունակ է կառուցելու կամ կործանելու քաղաքակրթություններ, բառը ունի ֆիզիկական ազդեցություն լսողի վրա։ Պատմության մեջ ամենագեղեցիկ խոսքերը երբեք բարդ չեն եղել։ Մարտին Լյութեր Քինգի «Ես երազանք ունեմ» պարզ արտահայտությունը շարժեց միլիոնավոր մարդկանց սրտերը։ Եթե նա ասեր «Ես ունեմ սոցիալական բարեփոխումների ռազմավարական պլան», այդ բառերը կմեռնեին նույն վայրկյանին։ Բառի ուժը դրա պատկերավորության և հոգու հետ անմիջական կապի մեջ է։ Իմաստաբանական կշիռ կամ բառի նշանակությունը։ Լեզվաբանության մեջ մենք գիտենք, որ բառի նշանակությունը հաճախ դուրս է գալիս բառարանային սահմանումից և ձեռք է բերում հուզական երանգավորում։ Սխալ նշանակության բառի կիրառումը աղավաղում է իրականությունը։ Եթե մենք ասում ենք հայրենիք, մենք նկատի չունենք պարզապես աշխարհագրական տարածք կամ հողակտոր։ Այդ բառի նշանակության մեջ խտացված է դարերի պատմություն, արյուն, մշակույթ և ինքնություն։ Փոխարինեք դա բնակության վայր և տարածք բառերով։ Իմաստային դաշտը միանգամից սառչում է, դառնում անդեմ։ Ոսկերչական ճշգրտություն կամ բառի ճիշտ ընտրություն։ Ինչպես ֆրանսիացի մեծ գրող Ֆլոբերն է ասում, գոյություն ունի մեկ ճիշտ բառ իրավիճակը նկարագրելու համար։ Դիտարկենք ակնկալել և պահանջել բառերը։ Մենք ակնկալում ենք խաղաղության պայմանագրի ստորագրում, նախադասությունը թողնում է բանակցային պատուհան։ Մենք պահանջում ենք խաղաղության պայմանագրի ստորագրում, ձևակերպումը կարող է դառնալ պատերազմի առիթ։ Ընդամենը մեկ բառի ընտրությունը որոշում է պետությունների ճակատագիրը։ Լեզվական հոգեվերլուծություն կամ բառը որպես հոգեբանական գործիք։ Բառը մարդու ներաշխարհի հայելին է։ Այն բառերը, որոնք անհատն ընտրում է իր առօրյայում, ցույց է տալիս նրա վախերն ու բարդությունները։ Հոգեբանորեն հասուն մարդը խնդրի բախվելիս ասում է, սա ինձ համար նոր մարտահրավեր է, որը պետք է հաղթանակեմ։ Նույն իրավիճակում ներքուստ թույլ մարդը ասում է, սա հերթական պատիժն է իմ գլխին։ Պատիժ բառը անմիջապես կապվածահար է անում կամքը մարդուն դարձնելով զոհ։ Գեղագիտական կատարելություն կամ բառը գրականության մեջ։ Գրականության մեջ բառն ազատվում է կենցաղային բեռից և դառնում է արվեստի գործիք, որտեղ կարևոր է ոչ միայն իմաստը, այլև հնչյունը, ռիթմը, լռությունը բառերի միջև։ Հովհաննես Թումանյանի հանճարեղ տողը ամեն անգամ քո տվածից, երբ մի բան ես դու տանում, պարզ հայերեն բառեր, բայց դասավորված այնպիսի մեղեդայնությամբ, որ փոխանցում են տիեզերական կորստի ողջ փիլիսոփայությունը։ Փորձեք սա վերաշարադրել տեղեկատվական ոճով։ Աստված պարբերաբար հետ է վերցնում մարդուն տրված բարիքները։ Իմաստը պահպանվեց, բայց բանաստեղծությունը, ասինքն հոգին, մահացավ։ Լեզվական դիվանագիտությունը կամ բառը որպես քաղաքական զենք։ Երբեմն բառերը ձևավորում են աշխարհաքաղաքական իրականություն, պատերազմներ հայտարարում կամ հաշտություն բերում։ Պատմական փաստաթղթերում կամ լրատվության մեջ ազատամարտիկ և ահաբեկիչ կամ հերոս և դավաճան բառերը հաճախ նկարագրում են նույն անձին, կախված նրանից, թե ով է խոսողը։ Բառի հնչյունական մոգությունը կամ լեզվի երաժշտականությունը։ Բառը նաև հնչյունական ալիք է։ Բառերի ճիշտ հնչյունական համադրությունը կարող է ֆիզիկական հանգստություն առաջացնել կամ ընդհակառակը տագնապ։ Օրինակ, ներսից շնորհալու հետևյալ տողը՝ առավոտ լսող արեգակն արդար արելիս կաթյա։ Արձանիքի օրինակ է այրի կուտակումից լսողը ներազդվում է նախքան իմաստը լիովին մտահասու անելը։ Լեզուն հնչում է ինչպես մի երաժշտություն։ Խոսքի էկոլոգիա կամ բառի թունավորումը և մաքրությունը։ Ինչպես բնությունը ունի մաքրման կարիք, այնպես է լեզվական միջավայրը։ Երբեմն ախտը բառերը և անտեղի օտարաբանությունները աղտոտում են մտածողությունը։ Օրինակ, երբ առօրյա խոսքում անդադար կրկնվում է կարճ ասած, նենց որ,
արտահայտությունները կամ երբ արդեն նախադասության մեջ խցկվում են ուստի, կոնկրետ, իմիջայլոց եւ այլ բառեր, խոսքի աղմուկը խեղդում է բուն միտքը եւ լսողը հոգնում է, չկարողանալով հասկանալ ասելիքի հստակությունը։ Բառի հնագիտությունը կամ բառի պատմական հիշողությունը։ Յուրաքանչյուր բառ մի կենդանի հանածո է, որն իր մեջ պահում է մեր նախնիների աշխարհակալումը, բառերի ստուգաբանությունը բացում է հոգեբանական մեծ շերտեր։ Հայերեն ամուսին բառը կազմված է հան, ան եւ վինածածներից եւ ուսուսանել արմատից, այսինքն ընտրած տղամարդու կամ կնոջ հետ տարիներ միասին ապրելով միմյանց սովորած, ընտելացած։ Սա ցույց է տալիս, որ մենք չենք ստեղծում լեզուն, այն ժառանգում է մի հսկայական փիլիսոփայություն, որտեղ ամեն մի բառ մի ծածկագիր է։ Լռության արտասանությունը կամ բառերի արանքի տարածությունը։ Մեծագույն արտասանները գիտեն, որ խոսքի ուժը միայն արտասանված բառերի մեջ չէ, այլ այն դադարների, պաուզաների, որոնք հաջորդում են ճիշտ բառի։ Օրինակ, դատարանում պաշտպանի ելույթի վերջին ծանրակշիռ բառից հետո արված 3 վայրկյանանոց լռությունը ստիպում է երդվյալ ատենականների մտածել եւ զգալ այդ բառի ողջ ազդեցությունը։ Լռությունը բառին տալիս է կշիռ, առանց դադարների խոսքը վերածվում է մեխանիկական աղմուկի։ Հարգելի ներկաներ, եթե ճիշտ ընտրված բառը կարող է կամուրջ դառնալ մարդկանց միջև, ապա սխալ ընտրված բառը երբեմն կարող է դառնալ պատ։ Բառը պարզապես խոսքի մի մասնիկ չէ, այն ազդեցություն ունի մարդու մտածողության, զգացմունքների եւ հարաբերությունների վրա։ Բառի սխալ կիրառությունը միայն լեզվական սխալ չէ, այն կարող է հանգեցնել սխալ ընկալման, վիրավորանքի, վստահության կորստի։ Եթե ճիշտ բառը կարող է պարզեցնել բարդ միտքը, հանգստացնել մարդուն, ոգևորել եւ կապ ստեղծել, ապա ոչ ճիշտ ասված խոսքը թերևս միայն կարող է վիրավորել։ Խոսքի մեծ մշակույթը սկսվում է այն պահից, երբ մարդը հասկանում է, որ յուրաքանչյուր բառ ունի ուժ, եւ այդ ուժը պետք է օգտագործել պատասխանատվությամբ։ Հարգելիներս, մի պարզ շնորհակալությունը կարող է ցույց տալ գնահատանք։ Մի անկեղծ ներողությունը կարող է վերականգնել հարաբերություն։ Մի հավատում եմ քեզը կարող է մարդուն ուժ տալ։ Մարդու խոսքի արժեքը որոշվում է ոչ թե նրա երկարությամբ, այլ ընտրված բառերի ուժերով։ Մարդ պետք է իմանա, թե որ բառը դնի մարդու սրտի մոտ, իսկ որը պարզապես թողնի լռության մեջ, որովհետև բառը կարող է դառնալ հիշողություն, իսկ ճիշտ ընտրված բառը երբեմն մարդու կյանքի ամենաթանկ նվերը կարող է դառնալ։ Սխալ բառի կիրառության հետևանքները։ Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ ամենամեծ պատերազմները մղվում են ոչ միայն զենքերով, այլև բառերով։ Բառը միայն հնչյունախումբ չէ, այն վիրաբուժական դանակ է, ճիշտ օգտագործելու դեպքում բժշկում է սխալի ձեռքերում սպանում։ Մտքի մահապատիժը կամ սխալ ընտրված բառը կարող է աղավաղել միտքը։ Երբեմն ձեր գլխում պտտվում է մի հանճարեղ գաղափար, բայց հենց այն հանձնում եք սխալ բառի պատյանին, միտքը ոչ թե արտահայտվում է, այլ խեղդվում։ Օրինակ, պատկերացրեք ղեկավարը նզում է գովել թիմին եւ ասում է. մենք այս տարի դիմանալու ենք բոլոր ճգնաժամերին։ Ինչ է լսում թիմը։ Լսում է տառապանք, ծանրություն, հազիվ ապրելու տեսլական։ Եթե նա ընդամենը մի բառ փոխի եւ ասի. մենք այս տարի հաղթահարելու ենք բոլոր ճգնաժամերը, նույն միտքը զոհի կարգավիճակից վերածվում է հաղթողի ռազմավարության։ Սխալ բառը միտքը դարձնում է նաեւ հաշմանդամ։ Թաքնված դաշույններ կամ սխալ ընտրված բառը կարող է վիրավորել։ Ամենավտանգավոր վիրավորանքը այն չէ, որ ասվում է բացահայտ հայհոյանքով, այլ այն, որ սողոսկվում է մեր խոսքի մեջ անփութության պատճառով եւ հարվածում է դիմացինի արժանապատվությանը։ Օրինակ, դուք ուզում եք հիանալ ձեր գործընկերոջ հաջողությամբ եւ ասում եք. զարմանալի է, որ կարողացար այսպիսի բարդ նախագիծ իրականացնել։ Դուք կարծում եք, թե գովեցիք, բայց զարմանալի է, բառով դուք վիրավորեցիք նրան, ակնարկելով, թե նրանից նման խելացի քայլ չեք ասում, թե նա բավարար կարողություններ չունի։ Փոխանակ ասելու զարմանալի է, ասեք օրինակելի է։ Մեկ բառի սխալը գովասանքը վերածում է ապտակի։ Իմաստային լաբիրինթոս կամ սխալ ընտրված բառը կարող է ստեղծել թյուրիմացություն։ Երբ դուք չեք տիրապետում հումանիստներին ու սահմաններին, ձեր խոսքը վերածվում է թյուրիմացությունների հորձանուտի։
որտեղ մարդիկ լսում են լիովին հակառակը ձեր ասածից։ Օրինակ, հանդիպման ժամանակ ներկայացնում եք ձեր նոր ընկերոջը եւ ասում. նա շատ միամիտ մարդ է, նկատի ունենալով, որ նա ազնիվ է, պարզ ու բաց, բայց գործարար աշխարհում բոլորի ուղեղում միանգամից կարմիր լույս է վառվում։ Միամիտ նշանակում է հեշտ խաբվող, անփորձ, դյուրահավատ։ Դուք ուզում եք վստահություն ներշնչել, բայց ստեղծեցիք թյուրիմացություն եւ փակեցիք նրա առաջ բոլոր դռները։ Դուք պետք է ասեիք, նա անկեղծ մարդ է։ Կակվածահար եղած ճարտասանություն կամ սխալ ընտրված բառը կարող է թուլացնել խոսքի ազդեցությունը։ Կամ բառեր պարազիտներ եւ բառեր թուլացնողներ, որոնք ներծծում են ձեր խոսքի ողջույթն ու ուժը դարձնելով ջրիկ ու անօգնական։ Օրինակ, պատկերացրեք, բեմից մեկն ասում է, դե ես ուղղակի ուզում եի երևի ասել, որ մենք մի քիչ պետք է փոխենք մեր մոտեցումը, ինչ կատարվեց։ Ուղղակի երևի մի քիչ բառերը աղավաղեցին միտքը։ Ջնջեք այդ աղբը։ Ասեք, մենք պարտավոր ենք փոխել մեր մոտեցումը, խոսքը պետք է կտրի ինչպես ադամանդը, այլ ոչ թե ծամբիրբերանում։ Խեղված հայելի կամ սխալ ընտրված բառը կարող է սխալ պատկեր ստեղծել մարդու մասին։ Ձեր ընտրած բառերը այն հայելին են, որով աշխարհը տեսնում է ձեզ։ Դուք կարող եք լինել հանճարեղ մասնագետ, բայց ձեր բառապաշարը սխալ է, եթե սխալ է աշխարհը ձեզ սխալ կընկալի։ Օրինակ, նա համարձակ մարդ է եւ նա հանդուգն մարդ է։ Համարձակ եւ հանդուգն բառերը հոմանիշներ են։ Սակայն առաջին բառը ընդգծում է քաջությունը, երկրորդը չմտածված քայլը։ Բառացի պատճենահանման թակարդը կամ օտարաբանությունների սխալ կիրառումը կարող է աղքատացնել լեզվամտածողությունը։ Սա այն դեպքն է, երբ մենք լեզվից մեխանիկորեն թարգմանում ենք արտահայտությունը, ինչի հետևանքով կորչում է հայերենի բնական ճկունությունն ու գեղեցկությունը։ Օրինակ, մենք պետք է իրականացնենք հանդիպում, իրականացնում ենք ծրագիր կամ երազանքը, իսկ հանդիպումը, նիստը կամ քննարկումը անցկացնում ենք։ Այսպիսի սխալները խոսքը դարձնում են անկենդան ու չոր։ Կոգնիտիվ դիսոնանս կամ բառի եւ կոնտեքստի, այսինքն համատեքստի անհամատեղելիությունը կարող է խզել կապը լսարանի հետ։ Լեզվաբանության մեջ յուրաքանչյուր բառ ունի իր գործառական ոճ։ Երբ վեր կոնտեքստում, այսինքն համատեքստում, գործածվում է կենցաղային բառ կամ հակառակը, լսարանի ուղեղում տեղի ունենում ընկալման խզում։ Օրինակ, մեր զինվորները ցուցաբերեցին ահավոր քաջություն։ Ահավոր բառի արմատը ահն է, սարսափը։ Քաջությունը չի կարող սարսափելի լինել։ Այն սխալ ընտրությունը նվազեցնում է արարքի վեհությունը, պետք է ասել անձնորած, բացառիկ կամ վեհ քաջությունը։ Հարգելի գործընկերներ, բառը ձեր հոգու շունչն է, որը նյութականանում է օդում, մեկ ջեր բառով դուք կարող եք կյանքի կոչել ուսահատված մարդուն, կանգնեցնել անդունդի եզրին գտնվողին։ Մեկ բառով դուք կարող եք տուն կառուցել այնտեղ, որտեղ միայն փլատակներ են։ Բայց որքան ողբերգական է, երբ այդ մեծագույն պարգևը վերածվում է գույի զենքի։ Բառի սխալ կիրառության հետևանքները երբեմն անդառնալի են։ Քանի անգամ եք մեր անպտության, մեր լեզվական շփոթմունքի պատճառով կոտրել մեր ամենաթանկ մարդկանց սրտերը։ Քանի անգամ է սխալ ընտրված, մոտավոր կասված բառը պատերազմներ ծնել, հեռացրել հարազատների եւ մեր հանճարեղ մաքուր միտքը վերածել տգեղ թյուրիմացության։ Սխալ բառը հոգեբանական ըմպտակ է, որը մենք հասցնում ենք ինքներս մեզ եւ դիմացինին։ Ուրեմն ո՞րն է փրկությունը։ Ինչպես բժշկել այդ վերքերը։ Պատասխանը ձեր հոգու հասունության մեջ է։ Ճիշտ բառ ընտրելու սրբազան արվեստի մեջ է։ Ճիշտ բառ ընտրել նշանակում է սիրել։ Սիրել ձեր նպատակը, զգալ ձեր լսողին, ներթափանցել նրա վախերի եւ ցավերի մեջ։ Երբ դուք հրաժարվում եք պատահական բառերից եւ փնտրում եք բացարձակ ճշգրիտը, ձեր մեջ խոսքը լիցքավորում եք վավերական չկեղծված հույզով, դուք դադարում եք պարզապես խոսող լինելուց, դուք դառնում եք արարիչ։ Տիրապետեք ձեր բառին, զգացեք ձեր բառի համնողոտը, արդյունքն ու ժպիտը։ Եվ հիշեք, ով տիրապետում է իր խոսքին, նա տիրապետում է իր ճակատագրին։ Հարգելի ներկաներից վերջում ուզում եմ հիշեցնել, թերևս դա լինի ամենակարևոր դասը այսօրվա, ամենաուժեղ խոսքը այն է, որի մեջ միտքը հստակ է, բառը ճշգրիտ, իսկ վերաբերմունքը մարդկային։ Շնորհակալություն։